Ես սպասում ես, որ իմ ձեռքով քեզ տեղից շպրտեմ, չհասկացանք։ Լավ չես արա։ Լավը լավ չեմ, բայց հիմա դեդ կարևոր չի։ Ուզում եմ, որ ինձ լսեք։ Արա դու չես հասկանում, որ քո հեքիաթներն ինձ հետաքրքիր չեն։ Ես Ադանային խաբելու մտադրություն չեմ ունեցել։ Ես էլ հավատացել եմ։ Չի եղել, որ դուք սխալվեք։ Արա իմ էլ իմ սխալներն ես հաշվում։ Ասենք չի եղել, որ սխալվեք ու ձեր սխալը արդարացում ունենա, ձեր սխալը բացատրություն ունենա։ Արա դու իմ գլխից իմ երախուն խաբեցիր։ Իմ երախն քեզ հավատաց, որ դու ամուսնանալու ես իր հետ։ Սպասում էր քեզ, որ պետքա գաս ու տանես քաղաք իրեն։ Ոնց կլնի, չխաբես։ Այդ ամեն ինչի մասին ես էլ էի երազում։ Ես էլ էի երազում Ադանեի հետ ամուսնանալու մասին։ Չհասկացան, չէի երազում։ Ուզում էիր անեիր։ Դե քեզ ձեռնտու էր խաբելը։ Նենց ստացվեց, որ ես պետքա ստիպված ամուսնանայի։ Ես չեմ հասկանում, չի եղել ձեր կյանքում, որ մի բան անեք ստիպված, ինչ-որ բանից դրդված։ Դժվար է ճիշտ ապրելը։ Չկա մարդ, որ սխալված չլինի։ Մեկի մեղքը շատ է, մյուսինը քիչ։ Հիմա ես իմ սխալը հասկացել եմ։ Ու ուզում եմ ուղղեմ։ Գնա։ Ես Ադանեից չեմ հրաժարվի։ Էդ լավ իմացեք։ Մեծ Ադանեն արդեն քեզնից հրաժարվել է։ Ես որ գնամ ու գլխիդ ճարտես ու բարդ դուր ասում, որ քեզ կենտանի եմ թողնում։ Դուք ինձ խաբում եք։ Ադանեն այս ժամին չի կարա տանը չլինի։ Ես ինչ ես անում, այ բոմժ։ Կարողա չլուսացնելու ցանկություն ունես։ Չի ուզում, պապ։ Մի հատ թաթերդ քաշ տղուս վրից։ Էսի հանկոպ եկավ, վրա տվեց, պապ։ Հիմա որ սրած պարեմ, կատես սրած պարես չէ։ Ձենդ։ Դու գործ չունես։ Սա իմ ձեռքով գնալու։ Ցուցակ ունեք, հա? Ցուցակով եք անում։ Երբ, ում, հա? Ջոկում ես, ում տարածքում ես կանգնած։ Ջոկում ես, ինչ ես անում։ Ջոկում ես, որ ես քեզ կարամ փրթեմ ստեղ։ Ախպերս իմ ճակատապ կպաչի, ճիշտ քայլի համար։ Ոնց որ դու ես լակոտից ճակատը պաչեցիր իր արածի համար։ Մյուս անգամ ձեռներդ երկարացրել ես տղուս վրա, կփրթեմ ձեռներդ։ Ես ուրիշ բան էի սպասում քեզնից։ Պապ, ես սրան պետք է մաս անեմ, ուրիշ ձև չկա։ Ձենդ։ Կամ դու ստեղ գալու ու սենց պահվածքիդ համար պատասխան կտաս, կամ էլ լևը քեզ ընդհանրապես էլ չի տեսնի։ Եթե ռիսկ էդ, կամ էլ եթե վախ չունես լևից, արա այն ինչ ուզում ես։ Այդ աղբորովս ես տենց, հա? Աղբերս գիտի, որ դու ստեղ ես։ Աղբերդ գիտի, որ ես գիտեմ, թե ինչ արես լակոտդ, անմեղ երեխուն ոնց է սպանել։ Ինչ սպանություն, արա, էդ ինչ սպանությունից ես խոսում է։ Ես լակոտդ սևանցի մի տղու է սպանել, գիտես չէ։ Սպանել է Հեսուտ ընկերուհու աղբորը։ Դո լավ եմ արա, սպանել եմ։ Քեզ ինչ, դու ով ես։ Ձենդ։ Դու ինչ գիտես այդ մասին։ Ինչ եմ մտածում էիր, որ ես ճիճուն Մարսելու հետ անմեղ մարդու արունը։ Դու ինչ գիտես այդ պատմությունը։ Լևնա քեզ պատմել։
Ջոգում ես պապ, հոպարը ցնդելա։ Պատասխանը տալուս է իր արածի համար։ Ում պատասխան տա։ Քեզ դու ով ես։ Այդ լեվը քեզ ինչ ա պատմել։ Ու դու ով ես, որ եկել այստեղ արդարություն ես ուզում հաստատես։ Հա, էլի արա։ Դու ով ես, էս ով էր էտի, հալալ ախպերը տերա, որ սետ վնուշատ ես արե։ Ձեռներդ կջարդեմ արա։ Ես չգիտեմ լևը խիապերանը բացր քո առաջ։ Այդ բանը ես լևին երբեք չեմ ների։ Ու դու ով ես ու ինչի ես եկել ստեղ արդարություն մանգալու։ Ես այդ հելը կպարզ եմ։ Արա, քո ես նրան դասիրակ եմ էլի, պապա։ Դոլի։ Վերնգի։ Թողում եմ ստեղից ողջ կնաս։ Լևին տեղյակ պահեմ։ Հետո քեզ մաս կանեմ։ Ես լևին հարգում եմ։ Բայց լևի խաթրն է չի փրկելու ես լակոտիդ։ Գիժա էսի, գիժա։ Ինչ էր ուզում, պա? Ինչ էր այդքան խոսում։ Ասեցիր լավ էլ երկար է, հա, մնացել։ Բացատրություններ էր տալի այ բալամ։ Հա, դու էլ հասկացնել տայր, որ քեզ իրա բացատրությունները ոչ էլ պետք են։ Ասում է ինքը իր սպիտակ է ներքշում։ Իսկ ասեցիր իրան, որ էլ մեր տուն չգա։ Այդ հիմի ասում ես ասելու համար, թե նենց տպավորություն գործելու համար։ Թե իսկականից ուզում ես, որ չգա։ Պապա, ես ինձ խոսք եմ տվել, որ իրան պիտի մոռանամ։ Լավ աշվերցնեմ։ Վերցրա, եթե դրան հիվանդանոցից դուրս չգրեն, ես դրա գլուխը ծխելու էի։ Ապիս ոնց էր։ Թե պետք որ հիվանդանոցից դուրս եկել, ուրեմն լավ էր։ Ես չէի ասի, որ լավ էր։ Արագացու արի։ Պապ, այսինքն լավ չէր։ Աղջի ջան, տենց ես ուզում մոռանաս։ Հենց իմացար լավ չի խառնվեցիր իրար։ Պապ, լավ, իսկականից լավ չէր։ Չեն, հենց ոնց որ թե թույլ էր։ Բա ինչ է այդ դեպքում հիվանդանոցից դուրս գրվել։ Այ որ գնաս իրան տեսնես, հարցնես, կգաս հետո ինձ կասես։ Պապա, ես էլ իրան չեմ տեսնելու։ Հա, ճիշտ է, մոռացել էի։ Ուղղակի դուրս էր թռել, որ դու մի ժանոյ հետ ես տեսնվում։ Իմիջիալոց ասեմ, լավ տղա է, ու իմ սրտով է։ Ինքը կարա փեսայի տեխնացու լինի։ Վայ, պապա, ես քեզ ինչքան բացատրեմ, որ ես ու Ժանոն բարեկամներ ենք։ Մեծ մարդ եմ, մոռացել էի, որ մանկության ընկերներ եք։ Գիշերվա 1000-ն է, ստամոքսս հեղափոխություն է, աղջիկ ջան, արի առևտուր անենք, գնանք մի բան ծառքի ուտենք։ Արի գնանք տուն, ես քեզ սովայ չեմ թողնի, մի մտած, եսա գնանք վճարենք ու գնանք։ Գնացել ես, հա? Գնացել ես աշխատանքի։ Փաստորեն իմ այդքան խոսալը հեչ։ Դե որ տենց է, ես էլ քո հետ իմ ձևով եմ վարվելու։ Ես մեր չունեմ։ Ինձ իմ խոսքի վրով անցնող մեր պետք չի։ Ես ինչ իմանամ, դու հիմա ինչով ես զբաղված։ Աշխատում ես թե ոնց։
մենակ չարթնանաս սոս։ Չէի ուզենա խոսքիդ վրայով անցնել, բայց ես պիտի աշխատեմ։ Ուրիշ ճար չունեմ։ Լավ էլի հանգիստ։ Նստի։ Ես երբ ես եկել այ տղա։ Գիշերը։ Ոնց գիշերը։ Ես էլ հակած կապած մոտդ էի գալիս, բա որ եկել ես, ինչի վերև չես բարձրացել, հիմա որ քեզ ծեծեմ լավ ա։ Կարմեն։ Ջան, լավ իմ գոնձ, իմ կյոնք, հասկանում եմ ես քեզ, դու ուղղակի ուժասպառ ես եղել, չես կարողացել վերև բարձրանաս, բայց կարա էր չէ ձայն տայր, ես քիչնեի ու ձեռքերիս վրա քեզ վերև կբարձրացնեի, կամ էլ կգայի կողքդ կքնեի։ Լավ ա, ամեն ինչ շատ լավ ա, մանավանդ որ չես իջել։ Պապա դու գիտեիր, որ Վլադս գիշերը տուն ա եկել։ Այս կարևոր գործերդ վերջացրիր։ Ինչ գործեր, պապա, ինչ գործերի մասին ա խոսքը Վլադ։ Հələ չսկսած ոնց վերջացնեի։ Ես մութ բաներ չեմ սիրում։ Սա ինչ ա։ Բարի առավոտ, սիրելիներս։ Իսկականից որ, սա ինչ ա։ Ու ինչի ա, սա մեր տանը։ Հա, պապա։ Ես այնտեղ եմ, որտեղ իմ տեղն եմ, այսինքն իմ ամուսնու կողքի։ Պապա դու սրան տուն ես թողել այդ ամեն ինչից հետո ինչ եղել, ա։ Վլադ ես ինչ ա կատարվում։ Բարերդ չափավորիր լավ։ Գնա սենյակդ։ Իսկ դու չես գալիս։ Եթե քեզ զված զգաս, կզանգես բժիշկները գան։ Երևի չհասցրիք էլ, հա, ինձ կարոտել։ Ես չգիտեմ դու ոնց ես նորից այս տանը հայտնվել, բայց քեզ ասեմ, որ դու այս տանը երկար մեկա չես մնալու։ Իսկ դու ինչ կասես, Վլադիկ։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ։ Ավելի լավ էր հիվանդանոցում մնայի, անկեղծ։ Բայց հենց ազատ ժամանակ ունենամ, պապային տանելու եմ աչքի բժշկի։ Վլադեսուր։ Ինձնից ազատվել է այդքան հեշտ չի։
Գնացել է։ Արթնացել տեսել է, որ չկամ, գնացել է։ Բռնվեցի։ Տեսնես ուր է գնացել։ Իսուս։ Այդ անաղուած քրդիշներին, որ սատկացնել չեմ տալիս, նշանակում է հանում եմ իմ բարեկամների ցուցակից։ Հիմա ինչ։ Ինձ հանել ես, թե նոր ես պատրաստվում հանել։ Որ հանեի, չէի զանգի։ Բարձա։ Ուր ես արա դու։ Բայց չես իմանում, անպատասխանատու մեռնում եմ էլի։ Որտեղ ես լուսացրել։ Եթե ճիշտ է, չեմ հիշում։ Ադանեիդ գրկում։ Լևարի դու իրան ուրիշ աղջիկների հետ մի խառնում։ Լավ, շատ ես խոսում արդեն։ Ես տանից դուրս եմ գալիս։ Գամ տանը լինես, եղավ։ Լավ, մենք երևի էլ իրար հետ չքայլենք, որովհետև ոնց տենում եմ մեկս մյուսից առաջ ենք քայլում։ Ես միշտ եմ քեզնից առաջ քայլել ու վատա որ չես նկատել, էլ չկրկնեմ, գամ տանը լինես։ Արի մի հատ դրսում հանդիպենք, հասկանանք, հետո կորոշենք։ Ինչը հասկանանք։ Լավ, կգամ կհասկանանք։ Զանգեիր մի հատ, արդեն դուրս եմ գալիս։ Դուրս չես գա, ուրեմն կլսես ինձ։ Ես դեռ գիշերն էի ուզում գայի, բայց այս քո հանդեպ ունեցած իմ հարգանքից սսպեցի ինձ։ Դու ինձ հարգում ես էլ։ Դու ես քեզ հարգում եմ, սիրում եմ, վախում եմ քեզնից ապեր։ Բայց այդ լակոտը, որն ապրես թևի տակ, այնա քո պատվեց խաղումը, նա չի հասկանում ում կողքն է հայտնվել ընդհանրապես։ Ժանոյին նկատի ունես։ Հա, Ժանոյին նկատի ունեմ։ Ուր է, կանչիցան թողա։ Ինչ է եղել։ Ասել է քեզ ուր է եղել գիշերը։ Ասել է ինչ է արել։ Այդ ռապորտը ինքը պատասխան տա։ Ինչ է արել։ Եկել է իմ տուն, իմ տարածքում, ուզեցել է տղուս վնասի։ Եթե դու չլներ ապեր, ես կմորթեի դրա։ Ես իմ գլուխը կպահեմ, ավելի լավ է մերել չունենամ, անտեր լինեմ, քան թե մատով ցույց տան մորս ու ասեն սոսի մերը ճիշտ կյանքով չի ապրում։ Ես իմ ճիշտն ունեմ ու դրա վրա չեմ անցնի։ Հիմա այն ինչ ասացիր, ճիշտն էր, թե մի տոկոսը ճիշտ էր, մնացածը ավելացրեցիր։ Քո արև ապեր, թե մի բառ ավելացնում եմ։ Բլա, եթե ուզում ես ես քո վրա ավելեմ, կատաղացքանը դլակոտի։ Հետ չէի սպասի, որ դու կուզենաս աղբորը տերեխում վտանգես։ Ինչի՞։ Վտանգի մեջ է որ։ Արժեր ապեր ասել այդ լակոտին իմ տղու արածը։ Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Ու ավելին ասեմ, ես իրա գալու ու արածի իմաստը չեմ տեսնում։ Լավ, Ալիկ, դու հիմա գնա։ Չի ապեր, չեմ գնա։ Չեմ գնա, մինչև չիմանամ, թե դու դրան ինչի ես պատմել մեր ընտանիքին վերաբերող հարցերը։ Ժանոն էլ երբեք չի մոտենա տաղոտ։ Ու դուք էլ չմոտենաք երբեք Ժանոյին։ Բայց մի բան հիշի։
Ժանոին մի բան եղավ, պատասխան կտաս։ Պատասխան։ Դու ինչ ես սպասում, որ ես քեզ պատասխան պետք տամ, երբ որ ես քեզից այս րոպեին ոչ մի պատասխան չեմ ստանում։ Չես էլ ստանա։ Ու հիմա գնա։ Չեմ թողնի, որ երախոս խացրին մեկը կպնի, ով մոտ եկավ կմորթեմ, ու չեմ նայի, քո թևի տակա թե ոնց։ Լավ, մեծ մի բրդի։ Ես չհասկացա, թե դա ինչի եկել, ու ինչ բացատրություն էր պահանջում։ Կարող է դու իմանաս, ինքը մեռնողի հոր կողմից էր բարեկամ, թե մոր կողմից։ Չգիտես, հա։ Դու էլ չգիտես։ Դեռ չես գնում, չէ՞ կյանքս։ Գնում եմ։ Ուր ես գնում։ Լիքը գործեր ունեմ։ Հա, բայց դու նոր ես եկել, ես քեզ կորոտել եմ, դու հիվանդ ես, խնդրում եմ, էլի մի գնա ոչ միտեղ։ Մնա տունը իրար հետ հաց կուտենք, կամ դուրս գանք ինչ որտեղ նստենք, ինչ որ մի բան ուտենք։ Մի գնա, էլի։ Ես մա դրա հավեսն ու ժամանակը չունեմ։ Հա, բայց մենք նորապսակներ ենք։ Ախ, ադամ։ Ախր դու քո ձեռքով քեզ գցել ես իմ թակարդը։ Դից ո՞նց կլինի։ Բայց դե հասարակացնեմ ուր ես գնում։ Սպասի։ Էլի ամեն օր նույն տեսարանը։ Դուք չեք հոգնում։ Ես գիտես ինչի վրա եմ զարմանում։ Չեմ հասկանում, ոնց է հայրս նորից քեզ տուն թողել։ Չեմ հասկանում ինչ ա կատարում ստեղ։ Կախարդել է պապային կյանքը սպարս չի։ Վլադ, ախր դու խելոք տղա էիր։ Ոնց ես թույլ տալիս, որ սա իմ ու քո անվան հետ խաղա։ Չես տեսնում, որ ուզում ա ինձ ու քեզ պապայի տաճկից գցի։ Ես հեսա քեզ կսպանեմ։ Դու տենց իրան լավություն արած կլինես։ Թող ինքը իրան վերջում կսպանի։ Տենց ավելի ճիշտ կլինի։ Իդեպ, եթե գնում ես տնից, խենթ կնոջդ էլ տար, որ ես այստեղ վտանգված չլինեմ։ Կնոջս մասին հարգանքով խոսի, այ Վերջապես հիշել է, որ ինքը կին ունի, բրավո։ Ինքը միշտ էլ հիշում է, որ կին ունի թանկագինս։ Դու ես տանը երկար չես մնա։ Ամուսիններով մտադրվել եք ինձնից ազատվել։ Չի լինի, հաստատ բան եմ ասում, չեք կարող։ Ես գնացի։ Ինչ ես բերանդ բացել։ Լսի, բայց դու ինչ մեղք ես։ Լուրջ եմ ասում։ Դու լուրջ մտածում ես, որ դու ամուսնացած ես, դուք ամուսնական զույգ եք, հա? Երջանիկ եք։ Ես ինչ որ այս տան մեջ նման բան չեմ տեսնում։ Ես քեզ տոն չեմ տա։ Դու ինձ մեկը հունից չես հանի։ Չգիտեմ ոնց ես այս տուն մտել, բայց ես քեզ խոստանում եմ, քո այստեղ մնալը երկար չի տևելու։ Էլի դու։ Հա, էլի ես։ Ինձ քո օգնությունն է պետք։ Դարել ենք բարերար։ Ով հանդիպում է օգնություն է ուզում։ Ես կան օգնել կլինի, թող որ ես եմ օգնում։ Չէ, ես վերել եմ հանդիպ։ Խնդրում եմ լսիր ինձ, հա։ Էլ ինչ է քեզ պետք։ Փող։ Չէ, ինչ փող։ Ալիք տղաս չկա։ Շատ անդաստիրակ լակոտ ես մեծացրել, չի ենթարկվող։ Դժվարությամբ եմ մեծացրել, մենակ եմ մեծացրել, բայց ավելի դասերակված է, քան շատ ու շատ այսպես կոչված լիարժեք ընտանիքների երեխեքը։ Որ լավ ես դաստիրակել, ինչի ես եկել հիմա ստեղ։ Քեզ լավ մի զգա, հա։ Ինձ նվաստացնելով եմ եկել, իմ վրայով անցնելով եմ եկել, բայց ես ուրիշի ելք չունեմ։ Օգնի ինձ հա գտնեմ տղայիս։ Կորելա։ Քանի կար բանտում էր, հիմա էլ կորելա։ Շատ կրեատիվ տղա է, հա, ասեմ քեզ։ Երեխես գնացել է տնից, ու ես չգիտեմ ոնց գտնեմ իրան։ Ասեցի գնա երկրից, չգնացիր։ Մարդավարի ապրել երևի քեզ համար չի։ Ես կգնայի, երեխես չեկավ ուղակի։ Հա,
Դառնում եմ ես մեղավոր, չէ՞։ Խնդրում եմ քեզ։ Ուրիշ մեկը չկա, որին կարող եմ դիմել։ Օգնիր գտնեմ հա տղայիս։ Երեխան չես կարողանում ձեռքի տակ պայես, ասում ես շատ դաստիարակված է։ Դաստիարակված է, ուղղակի հնազանդ չի։ Որ կտորն է։ Կօգնես գտնեմ տղայիս։ Ժամանակ ունենամ կզբաղվեմ դրանով։ Իսկ հիմա բարձրանան վերև աշխատելու։ Շուտ ուրացար։ Չեմ ուրանում։ Կին նոցի պես գերեց քեզ ու հանեց իմ դեմ։ Շատ բան ես բարդում Ադանեի վրա։ Ադանեի համար չի, որ հասել ես աղբորս տուն, երեխուն աղ տվել, Հա, ինչ որտեղ հենց իր համար եմ գնաց, որովհետև տեսնում եմ ոնց հա տանջվում աղբոր համար։ Իսկ դու գիտես ինչից է մեռել, թե աղբորը տղենը տենց է ուզել, տենց է արել։ ինք իմ աղբոր տղեն է։ Հա, ինչ, որ քո աղբոր տղեն է։ Ուրեմն ինչ խելքին փչի պետք է անի։ Եթե քեզ այդքան ազատություն եմ տվել։ Հա դե, աղբորը տղուն ինչ էր թույլ կտաս։ Ես քեզ գաղտնիք էի վստահել։ Իսկ դու լակոտի պես վազել ես աղբորս տուն ու դու իմ վստահության վրով ես անցել։ Չէ, ես ոչ մի բանի վրով չեմ անցել։ Մենք խոսեցինք, չէ։ Ու հետո եթե քո վստահությունը չլիներ, այսօր աղբորը տղես սաղ չէր լինի։ Աղբորս տղուն դու մատով չես գտնի։ Որովհետև ով նրան կպավ, վիզը կպոկ եմ։ Ու ես չեմ ուզում, որ դա դու լինես։ Այսինքն աղբորը տղեն պետք է Մարսի հետ անմեղ տղու արունը։ Ես ճիշտ էի, դու ամեն ինչ ուրացար։ Մի աղջիկ տեսար, ոտքերը թուլացան ու ամեն ինչ մոռացար։ Դու էլ ճիշտն ես մոռացել է։ Այն ճիշտը, որով սաղ կյանքդ ապրել ես։ Հիմա դու ինձ հետ ճշտի բազար ես անում։ Ինչ, կարող է տես չի։ Հանգստացի ու վերեմ գիտեղդ։ Սա այն դեպքն է, որ ճիշտ ու սխալ չպիտի անես։ Բա ոնց։ Ճիշտ ես ասում, այդպես է պետք է լիներ։ Կգաս տուն ու գլուխդ կախ կշարունակես ապրել։ Ոնց մինչև այսօր։ Կներես իհարկե, բայց բա որ չեկա։ Ուրեմն կապացուցես, որ ուրացել ես։ Տեսար ինչ թանկ նստեց վրներս սիրած պահելդ։ Բարերդ ուշադիր եղի, Արամիկ։ Դու էլ ուշ կտվրեդ պահի, արա։ Կարող ասես ինձ ինչ է այստեղ կանչել։ Մեկը կա, հոպարի հետ ֆրֆռում է։ Ժանիկա, ինչա։ Դու դրանիզնից ավելի լավ պետք է իմանաս։ Էդի չէր քեզի հիվանդանոց ղրգե։ Կանչել ես, որ իրանից խոսանք։ Չէ, կանչել եմ, որ ասեմ, որ էդի գիտի Սևանց ու սպանության մասին։ Որտեղից գիտի։ Ո՞վ է դրան բան ասել։ Գիտի ու վերջ, արա, գիտի ու վերջ։ Երեք գիշեր էդի եկել էր իզնից հաշիվ էր պահանջում։ Հետո։ Հետո ինչ։ Չես տենում դեմդ սաղ սալամատ նստած եմ, չստացվեց մոտը, չկարացավ էդի։ Արա դու վատ ես։
Հա, վատ եմ։ Ու այնքան վատ կմնամ, մինչև ես դրա վերջը չտամ։ Մինչև դրա հարցերը չլուծեմ, մինչև այդ տիկիրը տեղը չիմանա, որ չի կարելի իմ հետ տենց վարվել։ Կարող եմ իմանաս այդ ումից է իմացել, այդ մասին մի քանի հոգի գիտեր ընդամենը։ Ինչ կապ ունի։ Դու չես խելոք կպահես։ Թե չէ շուխուր կանեմ, սաղին կասեմ, որ դու ես դրան վարի տվել, ու քո մոտ վատ կլինի։ Փորձեցիր մի անգամ, տեսար, որ չստացվեց։ Մի անգամ փորձեցի, չստացվեց, մյուս անգամ կստացվի, եթե ռիսկ անես, քրոջս նեղացնես։ Ուշադիր եղի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչ կկամենաք։ Խոսալ։ Էսա ձգի տեսականին նայի, տես ինչ ես ուզում ասա։ Ձկան համար չեմ եկել։ Բայց ինչի համար ես եկա այդպես։ Լավ առաջարկ ունեմ։ Պատական չեմ ձեզ մոտեցել։ Ինձ խորհուրդ են տվել, որ ձեզ դիմեմ։ Շատ էներգիա եք խլում։ Թող երկուսը դուրս գան, երկուսը մնան։ Փուշոկ։ Արի մեր հերթը զիջենք անգին են ծելի։ Ոչ կոծիկ, այսեն միակ տեղն է, որ ես փող զիջումների գնել չեմ կարող։ Հա, բայց Մոնիկայի հարցը հրատապա, չէ՞, քաղցիկ։ Կոծիկ, ամենահրատապը մեր հարցն է, մեր հարցը։ Ամբողջ քաղաքը դարդի մեջ է, երբ պիտի երեխա ունենանք։ Գինեկոլոգի մոտ չեք եկել։ Ես ու Մոնիս դրսում կսպասենք, թող ձեզ ընդունի, հետո մենք կմտնենք։ Այսօր միայն երկու հոգի կարող եմ ընդունել։ Պետք է հանգստանամ, էներգիա հավաքեմ։ Ну, что поделаешь? Ուրեմն մենք գնանք հաջորդ անգամ կակրած Կարմենի հետ կգանք արդեն։ Ես ձեր գժի համար հատուկ օր կնշանակեմ։ Անգին ջան, չէ։ Ես Մոնիկայի մասին շատ եմ մտածում, ու այս անգամ մեր հերթը տալիս եմ դες, բայց մի պայմանով, որ դուրս գաք բառարբար մեզ սաղ պատմեք, չէ կոծիկ։ Ես գնացիք, հա։ Հա, դե լավ, մենք գնացինք, մնացիք։ Համեցեք։ Նստեք։ Մենք միասին երկար ճանապարհ ունենք գնալու։ Մոնի, առաջինը թող քո մասին խոսա, քո բախտը գուշակի։ Ես քո բախտն եմ ուզում գուշակել։ Ես ինձ գիտեք իմ աղջկա կյանքն է հետաքրքիր։ Դե գիտեք ուզում եմ գեղեցկույս ամուսնանա, բայց չգիտես ինչու ոչ մի ձև չի ստացվում։ Իսկ ինչի ամուսնանա։ Քեզպես դժբախտանա։ Ամուսին ունենա։ Սիրուհիներով հարուստ։ Այնինչ հիմա դուք ասացիք, ես շատ լավ գիտեմ։ Այսինքն այնինչի մասին հիմա դուք խոսում եք, ամբողջ քաղաքը գիտի, ու եթե նոր բան ունեք ասելու, ասացեք, ես կլսեմ ձեզ։ Արունոտ են ամուսնու ձեռքերը։ Որդին չի զիջում իրեն։ Մարդասպան ընտանիք եք։ В общем, ես այս հիմարությունները չեմ պատրաստում դալի լսեմ, գնացինք մամ։ Նստեցիր։
Ջեսի ջան, Պուշոկ ջան, արի գնանք էլի։ Դուրս են գալու խայտարակրենք։ Կոծիկ, ամենաթեժ պահին ենք ասել, չես հասկանում։ Հեսա տես ինչ բացահայտումներ է լինելու, Պուշոկը չլսի կմեռնի։ Հանդիպման վայրը փոխել չի կարելի, հա։ Ես քո հետ երկար բարակ խոսալու հավես չունեմ։ Աչքդ վախեցած, հա։ Աչքս որ վախենար, քեզ թե չէի կանչի։ Ոնց է որ առաջի քայլը ես եմ արել։ Եկա հիվանդանոց հասկանամ հետս հարց ու պատասխան չունես։ Ունեմ։ Հերո կմնաս Ադանայից։ Ես չեմ ուզում, որ դու իմ սիրած աղջկա հետ կապ ունենաս, այն մանկության ընկեր։ Հա, ճիշտ ես, ինքը քեզ սիրում է։ Հա, սիրում է։ Ու այն էլ ինչքան։ Չտեսա քո աչքով։ Չհամոզվեցիր։ Դու կնիկ ունես, ընտանիք ունես։ Յանես տալի հանգիստ քո ընտանիքով ապրում ես։ Ադանեն սիրուհի լինելու համար չի։ Ինքը իմ կինն է լինելու։ Ու դու որպես ավելորդ մեկը մի խառնվի մեր հարաբերություններին ու մեր կյանքին։ Խառնվելն է։ Նախ որովհետև ես տենց եմ ուզում եւ երկրորդ հարցեր ունեմ։ Ես գիտեմ, թե դու ու քո նարկոման աներձակը ինչ է կարել Ադանեի աղբոր հետ։ Հասանք կարևոր պահին։ Ես գիտեի, որ դու ես կօգտագործես։ Որ օգտագործելու լինեի, արդեն օգտագործել է իմացի։ Բայց դու ոնց որ չզարմացար, հա։ Աչքիս աներձակդ արդեն քեզ ինֆորմացրել էր։ Ուրեմն ես Ադանեի աղբոր սպանության հետ կապ չունեմ։ Ու եթե ժամանակը գա, ես այդ իրան կպատմեմ անհոգեղի։ Ժամանակը կարող է շուտ գա։ Ես էլ ասելու բան չունեմ։ Ինքը քո հետ չի լինելու։ Դու շանսեր չունես հաղթելու։ Ես ինչ-որ մրցաշարի եմ մասնակցում, հա? Նենց հասկացել ես, որ ես կռիվ եմ տալիս։ Չէ։ Զգուշացնում եմ։ Եթե մի անգամ էլ այդ աղջկա աչքերին արցունք տեսա, սաղ կթաղեմ։ Վերջին անգամ եմ քեզ ասում, իրա կողքը էլ քեզ չտեսնեմ։ Արի դու մի վռազի, վերջին անգամ, նախավերջին անգամ, արդես կարող առիթ ունենաս էլի ասես։ Լավ, ուրեմն ես կհոգամ, որ Ադանեն հեռու մնա իրա մանկության ընկերոջից, հերիքա մի հատ ասեմ։ Դե կասես, չմոռանաս։ Ոնց է եղանակը Սևանում։ Դե պատմեք։ Հապրեք դուք։ Ուրեմն Ձկնորսի աղջիկը դատավորի աղջիկն է։ Ես կթա դատավորի աղջիկը։